Պիտի ընթերցեմ Մատթեոսի ավետարանից 26-րդ գլխից 62-66 համարները կարող եք հետևել ձեր ավետարաններում։ Սա Հիսուսի ձերբակալումից հետո մի փոքրիկ հատված է, երբ որ Հիսուսին քահանապետները քննում են։ Մինչև այդ մի քանի այդպես սուտ վկաներ էին բերել, այսինքն դիտավորյալ, այդ սուտ վկաներ բերել էին, այսինքն ոչ թե դա արդար դատարան էր, արդար դատաստան էր, դա կեղծ դատ էր իրականում, արդեն որոշել էին ինչ պիտի անեն, ուղղակի առիթ էին փնտրում, թե ինչպես անեն, այն մահանային փնտրում է այդպես ասած։ Ինչքան վատ է, չէ, երբ որ այն ինչը կանչված է արդարության դատարանը, չէ, դատաստանը, ճիշտը սխալից, լավը վատից, չէ, արդար անարդարից բաժանելու, այն էլ կրոնական դատարանը, քահանայապետները, չէ, այդ ժամանակվա երկրի վրա կարելի ասել Աստծո ներկայացուցիչները, Իսրայելի քահանայապետները, Աստծո ժողովրդի քահանայապետները, որոնք քահանայապետը կրում էր Աստծո սուրբը, այդ կոչումը իր վրա, Աստծո արդարությունը պետք է ինքը բերեր, ու քահանայապետները հավաքվել էին նախապես որոշելով, որ պետք է մահ որոշեն։ Սա այս աշխարհի արդարությունն է։ Դրա համար եթե ինչ-որ հույսեր ունեք այս աշխարհի արդարությունից, խնդրում եմ հանգիստ եղեք։ Հա, ձգտեք, պահանջեք, բայց խոշոր հաշվով աշխարհը իր ստեղծողի հանդեպ անարդար գտնվեց, ուր մնաց մեր հանդեպ պիտի լինի։ Դա համար աշխարհում կա անարդարությունը, ցավոք, ու այն ինստիտուտը, որը կանչված էր արդարության, հենց այդ ինստիտուտը կոռուպացված էր, նախապաշարված էր, տրամադրված էր։ Արդեն որոշել էին։ Դրա համար սուտ վկաներ բերեցին, բայց դա սուտ վկաներ էին չէր ստացվում։ Հակասում էին իրար, անկապ բաներ էին խոսում։ Վերջապես 62 խոսքից են կարդում։ Քահանայապետը վեր կացավ, էլ չդիմացավ, որովհետև չի ստացվում էս մեղադրել։ Արդարությունը, ճշմարտությունը հնարավոր չի մեղադրել, այդպես ասած, որովհետև ռուսերեն այդպես խոսք կա, չէ՞, մեծ թելերով կարված գործ կամ, որ ակնհայտ է, էլի որ սարքված է։ Վեր կացավ ու ասեց Հիսուսին. Ոչինչ չես պատասխանում, դրանք քո դեմ ինչ են վկայում։ Հիսուսը լռում էր, որովհետև իրանք իրար հակասում էին, իրանց վկայությունները սուտ էին եւ դա ակնհայտ էր։ Ուստի քահանայապետը դիմեց նրան, Հիսուսը լռում էր, նկատում եք, Հիսուսը դիմեց Հիսուսին ու ասեց նորից. Կենթանի Աստծով եմ քեզ երդմացնում կամ երդվեցնում, որ մեզ ասես, թե դու ես Քրիստոսը, Աստծո որդին։ Հիսուսը նրան ասաց. Դու ասացիր, սակայն ասում եմ ձեզ, այսուհետև կտեսնեք մարդու որդուն նստած զորության աջ կողմում եւ երկնքի ամպերի վրայով գալիս։ Այդ ժամանակ քահանայապետը պատրեց իր զգեստները եւ գոչեց. Հայոյեց, մեզ էլ ինչ վկաներ են պետք։ Հիմա լսեցինք նրա հայոյանքը, ձեզ ինչ է թվում։ Նրանք էլ պատասխանեցին ու ասացին. Մահապարտ է, մահապարտ է։ Ամենապատմության ամենաֆարս դատերից մեկը, սարկած, կեղծ, որ ակնհայտ, ու մարդիկ իրանք չեն ամաչում, որ իրանք իրանցից ամաչեին, եթե Աստծուց չէին ամաչում, խաղում են դատը։ Քեզ կենթանի Աստծով երդմեցնում ենք, ստիպում ենք, ասա մեզ, դու ես Քրիստոս Աստծո որդին։ Սա առանցքներ, առանցքային հարցներ։ Հիսուսը լռում էր, որպեսզի այդ հարցը տային իրեն։ Դες տարբեր բաներում մեղադրում էին, ասելա տաճարը քանդի, դու ասել ես տաճարը քանդես 23 օրում, Հիսուսը լուռ է։ Դու ասել ես այսպես, դու ասել ես այնպես, դու ասել ես շաբաթը պետք չի, ասել ես Հիսուսը լռում էր ամեն ինչում, մինչև սպասեց այս հարցին, ինքը գիտեր որ այդ հարցը գալու է։ Որ այս ողջ պատմության, այս սարքած դատի հետևում մի հարց կա ընդամենը իրականում։ Հարցը այն չի, որ իրանք վախենում են հռոմեացիներից, հարցը այն չի, որ վախենում են Հիսուս աղանդավոր լինի, Իսրայելը բաժանի, շեղի իրանց Աստծո պաշտամունքից, իրանք վախենում են մի բանից, որ Հիսուսը իրոք Աստծո որդին լինի, որտեղ դրանով վերջադրվում իրենց իշխանությանը, իրենց գոյությանը, իրենց եղածին։
Այս երթմեցնում ենք կամ ստիպում ենք այս արտահայտությունը 4 անգամ ընդհանրապես նոր գտականում կիրառված։ Շատ հազվադեպ արտահայտություն է։ Հունարենում դա օրկիզո բառն է, տարբեր նախածանցներով ձևափոխվելով, բայց արմատը բառարմատը օրկիզոն է։ Ու քահանապետը չի միակը, որ օգտագործում է այս բառը, գործ կառաքելոցում տեսնում ենք, որ Եփեսոսում կային հրյա սկևյա քահանապետի որդիներ, աստանդական հրյաներ, որոնք էկզորսիստներ էին, այսինքն դևեր էին հանում, իբր թե հոգիներ էին հանում, եւ իրանք էլ էին օգտագործում այս տերմինը, որտեղ իրանք հանդգնեցին, այդպես ասում Ղուկասը, հանդգնեցին Տեր Հիսուսի անունը կանչել որոշ մարդկանց վրա, ովքեր դևեր ունեին, եւ ասում էին այսպես դևերին երթմեցնում ենք Հիսուսով, որ Պողոսն է քարոզում։ Եվ մարդը, որի մեջ էր դևը, ասեց Հիսուսին գիտեմ, Պողոսին ճանաչում եմ, դուք ով եք, հիշում եք, եւ ցածկեց քահանապետի այդ որդիների վրա, 7 որդիների վրա։ Պատառոտեց իրանց շորերը, ծեծեց, վերջում կիսամերկ մարդիկ բախան եւ Տեր Հիսուսի անունը սկսեց փառավորվել։ Սրանք ինչ-որ մեթոդ էին երևի կիրառում, որոշել էին նոր մեթոդ, նոր ձև կա, նոր տեխնիկա կա։ Պարզվում է Հիսուսի անունով էլ կարելի է հանել, կամ ավելի լավ է հանում։ Եկեք տղեկ աղբերներ այդ մեթոդը կիրառենք, հա, մեր բառերը ձևերը հնացելա, չգիտեմ, երևի Եհովայի անունով էին ասում, Ադոնայի անունով, չգիտեմ, այս սուրբի, այն մատաղի, այն չգիտեմ, վանքի, այն ես ինչ անուններ ասես երևի օգտագործում էին։ Այս անգամ էլ որոշեցին Հիսուսի անունով փորձեն։ Ցավենա, որ այսօր շատ քրիստոնյաներ նման են, որ կարծում են, որ ինչ-որ հատուկ մեթոդ է, բառախաղ է, բառերի օգտագործումն է որոշում, կամ ճիշտ հերթականություն օգտագործելու բառերի, կամ ճիշտ ձևի աղոթելու, կամ չգիտեմ, ճիշտ շեշտադրություն անելու, որպեսզի ցանկալի արդյունք լինի։ Ճիշտ կարծես Աստված ոչ թե անձ է, ոչ թե մենք գործ ունենք հոգևոր անձերի հետ, այլ ինչ-որ մեխանիզմների հետ, ճիշտ համակարգչի հետ, որ սխալ հանկարծ կոճակ սեղմեցիր չի աշխատի։ Այդ մարդիկ բացարձակ իրականում գաղափար չունեն աստվածային իրականության հետ, որտեղ չկա մեթոդ բացի հավատքից։ Մի բան կա, այդ Պետրոս ասեց, այդ անունը եւ այն հավատքը, որ այդ անունով է, ոչ թե մեթոդն է գործել, այլ հավատքը։ Բայց մենակ այս խելապակաս էկզորսիստները չէին, որ այդ բառերը օգտագործում էին կամ այդ մեթոդը օգտագործում էին, սա նաև դևերի լեզուն էր։ Կարդում ենք Մարկոսի ավետարանի 5-րդ գլխում, երբ որ Հիսուսը անցավ Գերգեսայի կողմ իր աշակերտների հետ, նավից իջավ եւ իրան երկու դիվար հանդիպեցին, հիշում եք այդ դիվարներին ոչ ոք չէր կարողանում ճնշել, նույնիսկ կապում էին շղթաներով, քանդում էին շղթաները, գերեզմաններում ապրում էին, ու այնքան վատ էին իրանց պահում, ոչ ոք չէր կարողանում այդ տարածքներով անցել, վախենում էին։ Ու երբ որ Հիսուսին տեսան կամ տեսավ, մի ավետարան չէ, մեկին է նկարագրում, մյուսը երկուսին, ի վերջո եկավ Հիսուսի մոտ եւ ծունկ դրեց եւ դևը սկսեց խոսել, ասել, ինչ գործ ունես մեր հետ, Հիսուս Աստծո որդի, քեզ բարձրալ Աստծով երթմեցնում ենք, մեզ մի հանիր, կամ ուղարկիր խոզերի մեջ։ Դևերի լեզուն էր, քեզ երթմեցնում ենք, ճիշտ ոնց որ քահանապետը, ճիշտ կարծես այդ դատը, ոչ թե քահանապետներինն էր, ճիշտ ոնց որ այստեղ դիվարի միջից դևն էր խոսում, այնտեղ էլ իրականում դևն էր խոսում։ Դևն էր, այդ դիվական լեցունությունն էր։ Կարծում ենք, որ Սատանան դրեց Հուդայի սրտում, որպեսզի գնա եւ մատնի, որովհետեւ արդեն վաղուց նրանց սրտում դրել էր, որ սպանեն Հիսուսին։ Հիսուսը ինքը ասեց, դուք ձեր հոր բաղձանքն եք ուզում անեք Սատանայի, որ սկզբից մարդասպանա, դրա համար եք ուզում ինձ սպանեք։ Այս ողջ կրոնական այդ դատը իրականում դիվական դատ էր, դիվական իրականություն էր։ Սատանան մարդասպան էր այն սկզբից։ Դու եկել էր սպանելու, այդ դատն էր սպանելու համար էր, արդարության համար չէր։ Որոշելու ճշմարտությունը պարզելու համար չէր, այլ սպանելու համար էր։ Ես մի բան ասեմ։ Մենք շատ անգամ վիճում ենք, քննարկում ենք ինչ-որ բաներ, հա,
Եթե վեճի նպատակը արդարությունը բացահայտելը չի, ճշմարտությունը բացահայտելը չի, այդ վեճը դիվական է։ Սպանելու համար է։ Դիմացինի իրավունքը սպանելու, իր ասածը սպանելու, ճիշտ դուրս գալու ամեն կերպ։ Ու քանի որ եկել էր սպանելու, այդ մարդուն պետք է սպաներ դևը, այդ դիվարին, հա, ու չէր կարողանում, հիշում եք, գրված է, որ իրան ճեղքում էր քարերով եւ այլն, ամեն կերպ դևեր ուզում էին ոչնչացնեին, սպանեին այդ մարդուն։ Ու Հիսուսը թույլ չտվեց, չէ, արգելեց, դուրս հանեց այդ դիվարին։ Դե որտե մեզ չես թողում մարդուն սպանենք, բայց պետք է սպանենք ինչ որ մեկին։ Okay, խոզեր անմաքուր են։ Թույլ տվող խոզերին սպանենք։ Անմաքուրին պետք է սպանել։ Այդպես Ուդային սպանեցին, որտեղ անմաքուր էր մատնության պատճառով։ Ադամին սպանեց, որտեղ անմաքուր էր մեղանչելով Եդեմում։ Ու հիմա քահանապետները խոսում են դևի նման, որ դևն է խոսում իրանց միջոցով։ Նույն հարցն էր, ոնց որ անապատում տվեցին դևը, եթե Աստծո որդին ես, ու հիմա էլ, եթե Աստծո որդին ես, ասամ ես, եթե Աստծո որդին ես։ Սա հարցնում էին, որ անմաքուր դարձնեն ու սպանելու իրավունք ունեն։ Նկատում եք, որ Հիսուս ասեց, հա, ու մեջբերում բերեց, ասեց դու ասեցիր, եւ մեջբերում բերեց Դանիելի մարգարեությունից, այն ինչ որ խոսքը ասում է, ինչ որ այն Աստված, ում իրանք հավատում են, այդ բարձրալ Աստված, այդ կենթանի Աստված, ում իրանք դավանում են կարծես, այդ Աստծո խոսքից մեջբերում բերեց։ Ու իրանք արտահայտությունը վերջ հայույց մահապարտա։ Ոնց եք զգում։ Ինչ եք կարծում։ Ինչի հիման վրա։ Մահապարտա ինչու, հայույցությունը ինչու՞մ է, հա։ Չկա այդ բացատրությունը, այդ արդարությունը չկա։ Կա ուղղակի դիտավորությունը, որ վերջի շանսն էր այս ինչ-որ բանից կպնելու։ Մեզ էլ են շատ անգամ հարցնում, դե շատ անգամ մեզ հալածում կամ հարցնում։ Երբեմն հարցնում են մարդիկ ոչ թե որ ուզում են քո հավատքից սովորեն, այլ որ քեզ անմաքուր դարձնեն։ Հարցում են հավատացյալ ես, հա, բա ինչ ես սենց, բա ինչ ես այնպես, բա խի սենց չես անում, բա ինչի այդ մեջ չեք անում, բա ինչի չեք գալիս առաքելական եկեղեցի, բա ինչի չեք խաչակնքում, բա ինչի մոմ չեք վառում, չէ, բա ինչի չեք անում, այն չեք անում։ Ու այդ բոլորի այդ բա ինչիների հետևում քեզ ու ինձ անմաքուր դարձնելու միտումն է, որտեղ անմաքուր դարձնելով մերժում կա, սպանելը կա։ Իրավունքը կա մերժելու, իրավունքը կա սպանելու, ինչ անմաքուրը։ Դա պետք չի շտապել պատասխանել, եթե նկատում եք Հիսուսը լռում էր։ Գրված է Հիսուսը լռում էր, իրանց բոլոր այդ հարցերին, մեղադրանքներին Հիսուսը լռում էր։ Երբեմն ինձ ու քեզ էլ է պետք լռել։ Կարող է սովորեցեն ամեն տեղ անդադ վկայի ասա, ես ես ասեմ ավելի շատ տեղեր կա լռել է պետք, քան թե շտապել վկայել ու խոսել է պետք։ Լռել, որ Աստված խոսի, լռել, որ դևերը խոսեն ու հասկանանք իրանց նպատակը, իրանց ծրագիրը։ Որովհետև իրանք չեն կարող լռել շատ, իհարկե պիտի խոսեն, իհարկե իրանք իրանց պիտի մատնեն, մարդինք իրան կմատնի, իր դիտավորությունները, չար նպատակները։ Եվ այն պետք չի տենց շտապել վկայելու համար։ Այն ես ասած, երբ որ կտարվեք մարդեն, շտապեք խոսել։ Ձեզ կտրվի, ձեր հորոքին խոսի ձեզ։ Իրանց ապացույցներ պետք չէին, իրանց նպատակը իրականացնել պետք։ Դա համար երբ որ դու ես զրուցում ենք մարդկանց հետ, մենք փորձում ենք ինչ-որ հիմնավորումներ բերել, պատմական հիմնավորումներ, տրամաբանական հիմնավորումներ, ու տեսնում եք մարդը չի լսում։ Ոչ թե չի կարողանում, ուղղակի չի ուզում։ Ճիշտ լինի դա։ Անիմաստ է իրանց հետ շարունակելը, վիճելը, խոսելը։ Մենք մտնում ենք մի հատ իրականության մեջ, իրականում, ապագա, որ ավետարանչությունը, ինչպես մենք սովորել ենք, փոխվելու է, որտեղ մարդիկ արդեն ավելի չարով ու չարությունով լցված, Պողոս ասում է, չեն հանդուրժելու ճշմարտության խոսքին։ Ինչու՞, որտեղ մարդիկ ավելի շատ խավարը սիրեցին, քան լույսը։ Դա որ մեզ նաև իմաստություն է պետք գալիք ժամանակի մեջ շտապելու, հոգով քայլելու, հոգով առաջնորդվելու, որպեսզի մարդկանց սրտի մատիվները բացվի, հասկանանք ում հետ գործ ունենք, ով է ինքը։
որտեվ սատանան լուսավոր հրեշտակի կերպարանք առնում եւ սկսելու է առնել վերջին շրջանում, որ եթե հնարավոր է ընտրյալներին էլ մոլորեցնի։ Հիսուսին հայտարարում են անմաքուր, հայություն արեց ու դատապարտում են մահվան։ Անմաքուր։ Երկնքում ու երկրի վրա ողջ հողների մեջ միակին, ամենասուրբին։ Մեկը որ անթերի ու սուրբ էր, իրան նրանք որ ագահության, իշխանության, տենչանքի, կոռուպցիայի, փողի այդ պղծության հետևից էին, իրանք հայտարարում են անմաքուր։ Ու դա նորմալ է իրական, նորմալ է այն իմաստով ճիշտ չի, բայց բնական է այն իմաստով, որ այդպես էլ պետք է լինի։ Նրանց համար ովքեր անմաքուր են, քո մաքրությունն է անմաքրություն։ Նրանք ովքեր ավելի խավարի մեջ են, քո մաքրությունը անտանելի է, անընդունելի է։ Իրանք մանա ու պատճառ են գտնելու այդ մաքրությունը անմաքուր հայտարարելու, գտնելու մի բան, որպեսզի դու քո ինչ որ, չգիտեմ, նույնիսկ ոչ վրիպում, դա կարող դառնա մի հատ մեծ պատմություն, բայց այն ինչ որ իրենք կարող են, ասենք, չար, նախանց, պիղծ սիրտ ու միտք ունենալ, դա օքեյ է իրանց համար։ Առանց հիմնավորելու իրանց պնդումը, առաջատուր լրացրին, որ Հիսուսը չհասցնի արդարանա հանկարծ։ Մի անգամից հայությունը ինչ է կարծում, վсё, մահապարտ է, վերջ, որոշումը կայացվեց։ Որոշումը կայացվելուց հետո էլ բողոքարկել չկա, այն էլ ինչ մահապարտ։ Ոչ թե ինչ որ պատիժ, լավ, չգիտեմ, ոնց որ Պողոսին ասին, ծեծենք 3 անգամ չէ, 40-ից 1 պակաս 39 հատ հարված էր կերել։ Պիղատոսն էլ առաջարկեց, ասեց, եկեք պատժեմ ու արձակեմ, որտեվ մահը խորտանց լուրջ որոշում է, չէ, պետք չի որ ես մարդ հապրի։ Ինչու, որտեվ դևը վախենում է Աստծո որդիներից, թշնամի վախենում է որդիների հայտնությունից։ Հռոմեացիների 8-րդ գլխում կարդում ենք, որտեվ 8-19-ից 22-ն է, որտեվ արարածները անհամբեր սպասում են Աստծո որդիների հայտնությանը, հույսով, որ արարածները իրենք էլ կազատագրվեն ապականության գերությունից կամ ստրկությունից եւ կհասնեն Աստծո որդիների փառքի ազատությանը, որտեվ գիտենք, որ բոլոր արարածները մինչև հիմա միասին հառաչում են եւ երկնքի ցավերի մեջ են, որտեվ արարածները հնազանդվեցին այդ ունայնությանը, ոչ թե իրենց կամքով, այլ նրա պատճառով, ով իրենց հնազանդեցրեց, Ադամի պատճառով։ Արարածները ասան կենթանիները չեն, չգիտեմ, թռչունները, ծիտիկները, կենթանիները դաշտի, ասանք մարդիկ են։ Մարկոսի 16-15-ում Հիսուսը հրամայում է գնացեք բոլոր արարածներին կարոզեք ավետարանը։ Ու դա չի որ գնում են գոմերում, կովերին են կարոզում, չէ՞, հարտանում ենք մարդկանց։ Այս արարածները արչագործանք մարդիկ են, որտեղ ողջ արչագործության իմաստը մարդն էր։ Եթե չպետք է լիներ մարդը, արչագործությունը, բնությունը, կյանքը ամեն ինչ անիմաստ էր։ Մարդը կյանքի պսակն էր, կյանքի իմաստն էր, գոյության, արարչագործության։ Դավարեվը Պողոս ասում է, արարածները անհամբեր սպասում են Աստծո որդիների հայտնությանը, կենդանիները չեն սպասում։ Մնացած մարդկությունն է սպասում։ Այն հույսով, որ երբ որ Աստծո որդիները հայտնվեն, իրանց այդ հայտնության միջոցով իրենք էլ կհասնեն այդ ապականությունից ազատվելուն, այդ ստրկությունից ազատվելուն, Աստծո որդիների փառքի ազատությանը կհասնեն։ Որովհետև գիտենք բոլոր արարածները մինչև հիմա միասին հառաչում են երկունքի ցավերի մեջ։ Երկունքի ցավերի արտահայտությունը գալիս է Եդեմից, Ծննդոց 3-րդ գլուխ։ Դա անեծքի դատաստանի նկարագիրն էր, երբ որ Աստված կնոջը ասեց քո ծննդական ցավերը կշատանա, երկունքի ցավ կունենաս։ Սա նշանակում է, երբ որ որդիները հայտնվում են, գերիները ազատագրվում են։ Գերիների ազատագրման մարդկության փրկության համար մի միջոց կա։ Դա Աստծո որդիների հայտնությունն է։ Դա Աստծո որդին եկավ, որպեսզի իր որդի լինելով նոր որդիներ բերի աշխարհ, հորը։ Դա ինքը մեր անդրանիկն է։ Իր միջոցով մենք ծնվում ենք որպես որդիներ։ Ինքը եկավ, ծնեց 12-ին, 12-ը մյուսներին, որ այդ հերթ հասավ մեզ ու մենք էլ որպես որդիներ գնալով տարբեր մարդկային իրականություններ բերում ենք այդ Աստծո ազատության, Աստծո փառքի
որդեգրության բարի լուրը։ Մեր բարի լուրը է դա, որ Աստված քեզ որդեությանը կանչում։ Քո բոլոր մեղքերը ներվում են իր անունով, եթե դու ուզում ես իր որդին լինես։ Եվ որ որդիները հայտնվում Աստծո փառքը։ Եվ որ գալիս են որդիները, գալիս է Աստված։ Դա ասեց որ գնաս Աբրահամին, ես քո հետ կլինեմ։ Քո ոտքը դրած տեղը քոնը կլինի։ Դա որդու կարծես կարգավիճակն է, որտեղ որդին գնում է Աստված ընդեղ է։ Դա որ երբ որ Աբրահամը իջավ Եգիպտոս, Աստված իր հետ իջավ Եգիպտոս, ու երբ որ փարավոնը որոշեց, որ այդ կինը շատ գեղեցիկ է ու պետք է իր կինը դառնա, Աստված եկավ ասեց՝ մի րոպե։ Հələ մի հատ հետ տուր կնոջը։ Ինքը ասեց, ինձ չի հետաքրում, ով ինչ ասել։ Ինձ հետաքրում է, որ դու ճանաչես, որ ինքը իմ մարդն է, ես իր հետ եմ։ Պատկերացնում եք, Եգիպտոսում փարավոնը ինքը Աստված էր համարվում, իրանք աստվածներ ունեին, ռաներ, չգիտեմ, գորներ, մյուսներ, պաշտում էին, երկրպագում էին ու մեկ էլ ինչ որ մի հատ փախստական եկել է երաշտից ու իր Աստված ավելի մեծ ու կարևոր է, քան եգիպտական ողջ աստվածները, որով Աստված եկել է իր հետ։ Սովորը հակառակն էր, բայց մեր դեպքում ուր գնում ենք Աստված մեր հետ է, մենք իր որդիներն ենք, իր փառքը մեր հետ է, իր ներկայությունը մեր հետ է։ Սովորենք վստահենք իրան, որովհետև մենք այս աշխարհի աղն ենք ու լույսն ենք։ Հիսուս ասեց դուք եք, չասեց կլինեք մի օր, մի քիչ երբ որ չէ, դուք եք արդեն որպես որդիներ։ Դևերը վախենում են որդիներից, ովքեր գիտեն իրենց ինքնությունը, ովքեր կրում են այդ հոր փառքը։ Պողոսը երկրորդ Կորինթացիների 3-րդ գլխում ասում է, որ մենք նույն փառքը տեսնում ենք ու նորոգվում ենք նույն փառքով, մենք կրում ենք այդ փառքը։ Նույն Հռոմեացի 8-ում շարունակում ասում է, այս նեղությունները ժամանակավոր ոչինչ են, են գալիք փառքի, որ մեր մեջ է, ոչ թե կլինի, կհայտնվի, բայց մեր մեջ է հիմա։ Ու մենք չենք տեսնում այդ փառքը, ինչպես եւ որ Հիսուսը քայլում էր, իր փառքը չէր երևում, միայն ալակերպության լեռան վրա մեկ էլ հանկարծ այդ փառքը դրսևորվեց, չէ՞։ Այդ չեկավ իր վրա, իր ներսում էր որպես որդի, ու մեկ էլ այդ փառքը հայտնվեց։ Մեր ներսում է այդ փառքը։ Երբեմն մոռանում ենք ով ենք մենք իրականում։ Որովհետև դևերը միշտ խաբում են մեզ մեր ձախողումների, թերությունների, պակասների, սխալների եւ այլն առումով, որտեղ մենք մարդ ենք ունենք դա։ Բայց դա չի խափանում Աստծո փառքը մեր մեջ։ Դա Աստծո փառքն է, դա մեր փառքը չի, մեր արդարության փառքը չի։ Դա իր որդու փառքն է մեր մեջ։ Դա իր շնորհքն է մեզ տրված։ Դա մենք չենք վաստակել ու չենք վաստակում, երբեք չենք վաստակի, մենք չենք արժանանա դրան մեր գործերով, մեր ջանքով։ Մենք արժանացել ենք դրան Հիսուսի ջանքով, որովհետև մենք հավատացել ենք իրան։ Մենք ճիշտ Հիսուսի նման ենք, ով լույսն էր ու եկել էր քանդելու խավարի գործերը։ Ու դա համար Հիսուսը քանդում էր Իսրայելի ապահովությունը, կեղծ ապահովությունը։ Այդ Իսրայելը փրկչի կարիք չուներ կարծես։ Իրանք սպանեցին փրկչին, իմանալով, որ ինքը հենց ինքն է, այդ հարցը պատական չտվեցին։ Իրանք լավ գիտեին ով է ինքը։ Իր գործերը խոսում էր դրա մասին, մարգարեությունները խոսում էին դրա մասին։ Ամեն ինչ ասում էր, որ իրանք գործ ունեն Մեսիայի հետ։ Ու Հիսուս ասում էր դատապարտությունը սրանում է, որ լույսը աշխարհ եկավ եւ մարդիկ խավար ավելի սիրեցին։ Իրանք ընտրեցին խավարը։ Ինչ անիմաստություն, ինչ հիմարություն։ Չէ՞։ Իմանալով, որ դու կամ շանս ունես հիմա ընդունելով ով է ինքը իրապես եւ օգտվելու այդ ողջ օրհնություններից, հավիտենական կյանքի, փառքի, որ Աստված բերել է այս մարդու միջոցով, կամ մերժելով իրան ունենալ ժամանակավոր ինչ որ արտոնություններ, որը ընդամենը շատ հեղեղուկ է, վերջը դու Հռոմի իշխանության ներքո ես ու էնել ախր պատմության մեջ գոնե սովորեք ողջ պատմությունից միշտ երևացել է, որ Աստված է իշխում թագավորների, թագավորությունների վրա։ Մեջբերումը, որ Հիսուս արեց Դանիելի մարգարեությունից, իրանք լավ գիտեին, որ Նաբուկդոնոսորը, որը գերության էր տարել Իսրայելին, կարծես Իսրայելի թագավորն էր այդ ժամանակ, Աստված եկավ իրան, ասեց՝ ես եմ թագավորը,
Բունաբանոսը հիշում եք, ինքը երկար ժամանակ անասունի պես էր խելքը կորցրել էր, մինչև խելքը եկավ վրեն, հասկացավ, որ մի Աստված կա երկնքում ու երկրի վրա։ Գոնե իրանք լավ պիտի իմանային այդ պատմությունը։ Եվ իմանային ինչա նշանակում հույս դնել Հռոմի կամ սեփական ժամանակավոր իշխանության վրա, սեփական ժամանակավոր ինչ-որ ձեռքբերումի վրա եւ կորցնել հավիտենականը։ Մենք էլ ենք նույն ընտրության առաջ շատ անգամ։ Մեզ էլ է տշնամին շատ անգամ այտենց փորձում մանրացնել, տեն ժողովրդական խոսքա խուրդել մեզ ժամանակավոր մանր բաներով, որպեսզի մենք չընտրենք հավիտենականը, ով ենք մենք որպես որդիներ Աստծո փառքը։ Համար Հիսուսը իր գործերով քանդում էր այդ խավարը, մենակ դևերին չէր քշում։ Նայեք, այդ կեղծ ապահովության զգացումը, որ մենք Աբրահամի սերունդն ենք, ասես չէ դուք դևերի սերունդ եք։ Մենք մարգարեների սերունդն ենք, որ մարգարեներին ձեր հայրերը չսպանեցին։ Դուք անիծյալ սերունդ եք, իժերի սերունդն եք։ Եվ կացինը դրված է ծառի արմատին, ասաց Հովհաննես Մկրտիչը։ Տես ինչ քարեր են, մենք տես տաճար ունենք, պաշտամունք ունենք, քարի վրա չի մնալու այս տաճարից։ Այսինքն եթե տաճարը քանդվում է, վերջանում է պաշտամունքը հուդայական ձևը, այդ կանոնը, այդ տաճարով առանձնացում դնելը, ով տաճարում չի, տաճարում էլ հատուկ տեղ կար, ով կարող էր մտնել, ով չէր կարող։ Երուսաղեմը մեր կավերվի Երուսաղեմը, Թշնամիները պատնեշներ կառուցեն, որդիներդ կսպանեն քո մեջ եւ քեզ կավիրեն։ Ինչի վրա եք հույս դրել։ Ում վրա եք հույս դրել։ Երուսաղեմի պարիսպների վրա պատնեշներ կառուցեն ու քանդեն իրան։ Ձեր տաճարի վրա տաճարը քանդվի։ Իսրայելի թագավորությունը, պետականությունը կկորի, Իսրայելի յուրատուկ դերը կկորի Աստծո ծրագրում, կվերցվի ձեզանից թագավորությունը, կտրվի ուրիշ սերունդի, ուրիշ ազգի, ասեց Հիսուսը, եւ թագավորության որդիները խավարը դուրսի կնետվեն։ Կգան արևմուտքից, արևելքից, կբազմեն թագավորության մեջ Աբրահամի հետ, բայց դուք դուրս կմնաք։ Հիսուսը քանդում էր իրանց մարդկային կրոնական ապահովության զգացումները, որտեղ միտեղ կա միայն ապահովություն, Աստծո կոչումի, Աստծո կամքի, Աստծո շնորհքի մեջ մնալը։ Նրանց կտրվի թագավորությունն դու չեք համարում արժանի, իրանք թագավորության որդիներն էին, թագավորությունը իրանցն էր, թագավորությունը իրանց չէր, թագավորությունը իրենց մեջ էր, իրենց հետ էր, դա Հիսուսն էր, բայց նրանք ովքեր ընդունում էին Հիսուսին, իրանցն էր թագավորությունը եւ ոչ թե նրանց ովքեր մերժում էին Հիսուսին, այլ չգիտեմ ինչ իրանց պատճառներով։ Հիսուսը ընտրեց մարդկանց, ում ոչ ոք չէր ընտրի, ճիշտ են այգու գործողների պես, ովքեր ամբողջ օրը մնացին են, ոչ ոք չէր ընտրել։ Հիսուսը ընտրեց մարդկանց, ոչ ոք չէր ընտրի։ Հուդային, որը գող էր, փողասեր էր, վերջում էլ մատնեց իրեն։ Իմպուլսիվ ինքնահավան հպարտ Սիմոնին, Պետրոս կոչվածին, Թովմասին, որ տենց կասկածամիտ էր, Նաթանայելին, որ սկեպտիկ էր, ոնց կարող Նազարեթից լավ բան դուրս գա, Ղևին, որ մաքսավոր էր, հռոմեացիների աշխատողներ, Սիմոնին նախանձահույս, որ ծայրահեղական ազգայնական էր, ոչ մեկ չէր ընտրի իրանց ու հիմա էլ չէին ընտրի իրանց։ Բայց նրանք էին, ովքեր Հիսուսը ընտրել էր, ինքն էր ընտրել իրանց, ինքն էր կանչել նրանց։ Ու քանի որ իրենն էին, Հիսուսին էին հետևում, իրենք էլ էին դեմ գնացել Հիսուսի հետ, ինչ որ եթե իրանք Հիսուսի աշակերտներն էին, հա, ինչ որ անում էր Հիսուսը, կարելի ասել իրենք էլ էին անում, իրանք դրա մասն էին։ Դրա համար քանի որ իրանք այդ Հիսուսի հետևորդներն էին, Հիսուսի խումբն էր, Հիսուսիններն էին, այդպես ասած, ինչպես մենք ենք այսօր, հա, համաձայն ենք ու մենք էլ ենք Հիսուսինները։ Իրանք դեմ էին գնում հրեական կրոնական ու քաղաքական այդ բարգահատուկ establishment հայերեն չգիտեմ, մենք ունենք այդ բառը։ Կառուցվածք, այդ սիստեմը, համակարգը, կրոնական, քաղաքական, որով իշխում ու կառավարում են։ Այսօր էլ աշխարհում իր establishment-ը, կրոնական, քաղաքական, տնտեսական, մեդիա։ Նրանք ովքեր Հիսուսիններն են, դեմ են գնում ողջ այդ աշխարհիկ establishment-ին։ Եվ որ Հիսուսը ավիրեց տաճար, իրանք այնտեղ էին, չէ՞։
ու երբ որ մարդիկ նայում են ասում են Հիսուսը ինչ է, տաճարի սեղանները քանդում, չէ, եւ այլն, այն էլ իր աշակերտներն են կանգնած այնտեղ։ Իրանք դրա մասն էին, ավիրեցին տաճարը, առևտուրը, տնտեսությունը, ողջ տաճարի ավիրեցին։ Օրենքի մեկնությունը վերաձևեցին կապված Աստծո թագավորության, արդարության, աղոթքի, ծոմի, ողորմության, պաշտամունքի, բարոյականության հաստատված նորմերի փոխեց Հիսուսը, ողջ խոսում էր, չէ, փոխում էր այդ ամենը։ Ու իր աշակերտներն իր հետ էին։ Քանդեց շաբաթը, ասեց շաբաթը մարդը չի շաբաթի համար, շաբաթն է մարդու համար։ Իր աշակերտները ծորենը փրցնում էին, ասի տես ինչ են անում աշակերտները, ասես լավ են անում։ Հələ ավելի քիչ են անում։ Ծերերի ավանդությունները քանդեց։ Ծերերի ավանդությունները ձեռքեր էին լվանում, ինչ էին անում, ասես կեղծավորներ, աման իմ ներսը լվացեք, հերիքա ձեր դրսով։ Օրենքի հարցում պապանձեցրեց օրինականներին, հոգու հարության հարցում պապանձեցրեց սադուկեցիներին, պաշտամունքի եւ արդարության հարցում փարիսեցիներին, իշխանության հարցում հերովդեսականներին, չկար մի հատ հասարակության շերտ կամ միավոր, որտեղ Հիսուսը չբերեց փոփոխություն, չքանդեց այնտեղ, ամեն ինչ քանդեց, ու իմ ու քո կյանքում էլ չկա մի ոլորտ, որտեղ ինքը չի գալու ու չի քանդելու, ամեն բան պետք է նոր լինի, ամեն բան պետք է նոր լինի, այդ ինչ ագու պետք է բաժանվես նոր կին ունենաս, ոմանց մտքով երևի դա անցավ, ծարշանգում քո ներսում ամեն ինչ պիտի նորը դառնա, իրանց համար դա աշակերտների համար զարմանալի փորձառություններով լիքը 3 տարի էին ապրել, քարոզել էին թագավորության բարի լուրը գյուղերում ու Հիսուս ուղարկել էր իրենց, ազատագրել էին դևերից դիվարներին, եկան հիշմեք ասին քո անով Տեր դևերն էին մեզ հնազանդվում, բուժել էին հիվանդներին, կերակրել էին հազարավորներին մի քանի հացով ու ձկով, քայլել էին ջրի վրայով, հանդարտացրել էին փոթորիկը, հարություն էին տվել մեռելներին, մաքրել էին բորոտներին եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա իրանց առօրյան էր, սա իրանց փորձառությունն էր։ Դա 3 տարի հետաքրքիր զորությամբ, ներկայությամբ լեցված կյանք էր։ Մի կողմից այդ նոր փորձառությունները, նոր ձեռբերումները եւ մյուս կողմից դիտարկումը, ինչպես է Հիսուսը քանդում այդ տեղի ունեց եղած հաստատված կրոնական ու չգիտեմ քաղաքական եւ այլ իրականությունները։ Ու երբ որ թագավորությունը կտրվի նրանց, որոնք արժանի չէին, այդ իրանք էին, որոնց աշխարհը նայում էր անարժանի, բայց Հիսուսը նայում էր որպես մեկը, ում ինքը այդ երեկո, այդ գիշեր ասեց առեք, կերեք, սա է մարմինը։ Ամենաթանկ բանը։ Հաջորդ կեսօրին, ընդամենը մի քանի ժամ անց, պիտի ասեր Հայր, քո ձեռքերի մեջ եմ հանձնում իմ հոգին, բայց հիմա կարծես ասում էր ձեր ձեռքերի մեջ եմ հանձնում իմ մարմինը ու իմ արյունը, առեք կերեք, սա իմ մարմինն եմ, որ կտրվում է ձեր համար, առեք ես գավաթը խմեք ամենքդ, սա իմ արյունն է նոր ուխտի, որ թափվում է շատերիդ համար։ Դրսինների համար սրանք տարօրինակ մարդիկ էին, իրենք էին արժանի թարգավորությանը, ոչ թե սրանք, բայց Աստծո համար սրանք իր ընտրյալներն էին։ Նրանց ում տրվում է իր մարմին ու իր արյունը։ Ես ու դու Աստծո որդի ենք, ոչ թե որտեղ արժանի ենք մեր լավ գործերի համար կամ խելոք լինելու համար, Աստծո որդի ենք, որտեղ մեզ տրվել է այդ որդու մարմին ու արյունը։ Այս օրը, հաղորդության օրը, քո ամենակարևոր օրն է։ Եվ որ քեզ տրվում է Աստծո որդու մարմինը ու արյունը։ Դու ես կյանքում շատ կարևոր օրեր ունենք, դա մեր ծննդյան օրն է, մեր ամուսնության օրն է, թեև երբեմն մոռանում ենք այդ օրը, ցողերը կասի ինչ երբեք, միշտ մոռանում ենք։ Մեր առաջի երեխայի ծնունդը, թոռնիկի ծնունդը, շատ կարևոր օրեր կան մեր կյանքում, բայց ամենակարևոր օրն է իրականում, որտեղ այս օրը որոշում է մեր հավիտենությունը, այս օրը որոշել է մեր հավիտենությունը։ Ու ուրախ եմ, որ այսօր մենք միասին կարևորում ենք ես, որպես որդիներ,
ովքեր մարմնին ու այրանը հաղորդ եղան, ինչպես Եբրայեցիների թուղթն ասում։ Ու երբ որ ես ու դու իր մարմնին ու այրանը հաղորդ ենք, իր հոգուն հաղորդ ենք, մենք իր թագավորությանն ենք հաղորդ։ Ու դու կրում ես այդ թագավորությունը, որտեղ դու այդ մարմնին ու այդ այրանը հաղորդ ես։ Դու չես կրում, որտեղ դու շատ խելոք ես, շատ իմաստուն ես, շատ ուժեղ ես։ Դու կրում ես, որտեղ դու հաղորդ ես այդ մարմնին ու այդ այրանը։ Իմ ու քո շեշտը, կարևորությունը, արժեքը, ինքնությունը այդ մարմնի ու այդ այրանի մեջ է, դրան հաղորդ մասնակից բաժին ունենալու մեջ է։ Ինչ մեծ արտոնություն արել Տերը մեզ, փառք Իրան։ Ուստի երբ որ դու գնում ես, ուր որ գնում ես, դու քո հետ տանում ես, լսում ես, կապ չունի դուր ես գնում, ուր որ գնում ես, ինչ միջավայր ուզում ես գնաս, քաղաքական, տնտեսական, դիվական, խավարի, անհավատության, աթեիստական, կապ չունի, դուր որ գնում ես, դու քո հետ տանում ես այն հացն ու արյունը, որին դու հաղորդ ես։ Ճիշտ ոնց որ Աստված քո միջոցով տանում է իր որդու մարմին ու այրունը։ Դա համար որ ասեց գնացեք, որտեղ մենք տանում ենք այն, ինչ որ մենք ստացել ենք, այն որ մենք կրում ենք մեր մեջ։ Ու երբ որ դու գնում ես, դու Աստծո որդու հայտնությունն ես։ Դա համար դու բերում ես հույս, սեր, շնորհք, լույս, ոչ թե որտեղ դու լավն ես, այլ որտեղ դու կրում ես այդ լույսի, շնորհքի, սիրո աղբյուրին քո մեջ։ Ուզում աղոթենք հիմա միասին։